Տեխաս նահանգի քիմիական գործարաններից մեկում քլորի արտահոսք է տեղի ունեցել, ամբողջ քաղաքում միացվել է տագնապի ազդանշանը։ Ոստիկանության տվյալներով արտահոսքն ուներ 3-րդ մակարդակի վտանգավորություն, ինչը նշանակում է, որ քիմիական նյութը լուրջ վնաս է ներկայացրել բնակչության համար։ Իշխանությունների հրահանգով հազարավոր բնակիչներ ստիպված են եղել փակվել տներում, խուսափելու վտանգավոր գազի ազդեցությունից։ Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում գրում են, որ քաղաքում դեռ զգացվում է քլորի շատ ուժեղ հոտ, որն անգամ այրվածքի նման ցավ է առաջացնում աչքերում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով այն կարող է լուրջ հիվանդություններ առաջ բերել, ինչպիսիք են շնչառական ուղիների, աչքերի և քթի լորձաթաղանթների բորբոքումը, իսկ որոշ դեպքում նույնիսկ մահացու լինել։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ ԱՄՆ-ն ռեկորդային արագությամբ ստեղծում է նոր միջուկային ռումբ միայն ռազմավարական ռմբակոծիչների համար։ Արհեստական բանականությունը պարզել է, որ Մարսի վրա երբեք էլ ջուր չի եղել։ Մասկը դադարեցնում է քաղաքական ներդրումները, կենտրոնանալով Տեսլայի ֆինանսական ճգնաժամի վրա։ ԱՄՆ-ում ներգաղթյալները կտուգանվեն օրական մինչև $998 արտաքսման հրամանները անտեսելու համար։ Լոս Անջելեսում փակվում է 75 տարվա մետաղի գործարան թունավոր թափոնների պատճառով։ ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի պահանջարկը աճում է 78%-ով, սպառնալով գների բարձրացմանը։ ԱՄՆ-ում ծնված երեխայի քաղաքացիությունը այլևս չի պաշտպանում նրա ծնողներին արտաքսումից։ Վերջին ամիսներին գրանցվել են դեպքեր, երբ միգրացիոն ծառայությունները մայրերին արտաքսել են երեխաներին իրենց հետ ուղարկելով, նույնիսկ եթե երեխաները ԱՄՆ քաղաքացի են։ Միայն 2024 թվականի մարտին ԱՄՆ իշխանությունները արտաքսել են 2800 հայի։ Ինչ անել, եթե կասկածում եք, որ կարող եք արտաքսման վտանգի առաջ կանգնել, կիմանաք թողարկման ընթացքում։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը։ Ես Լենա Կարապետյանն եմ, ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող ամենահետաքրքիր, երբեմն էլ ամենաանսպասելի նորությունները։ Այնպես որ եթե հետաքրքրված եք Ամերիկայում կատարվող իրադարձություններով, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Միջուկային անվտանգության վարչությունը ավարտել է նոր տեսակի միջուկային ռումբի ստեղծումը, որը նախատեսված է բացառապես ռազմավարական ռմբակոծիչների համար։ Նոր ռումբը արտադրվել է ռեկորդային արագությամբ, ընդամենը 2 տարում, նախատեսվածից էլ 1 տարի շուտ։ Մասնագետները նշում են, որ նմանատիպ զենքի արագացված զարգացումը պայմանավորված է Ռուսաստանի և Չինաստանի կողմից միջուկային զինանոցի ակտիվ ընդլայնմամբ և արդիականացմամբ։ Ռումբերը կտեղակայվեն միայն ԱՄՆ տարածքում գտնվող ռազմավարական ավիաբազաներում, և դրանց ստեղծումը կարող է զգալի ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական իրավիճակի վրա, նորից բարձրացնելով քննարկումներ միջուկային անվտանգության և սպառազինությունների մրցավազքի վտանգների շուրջ։ Թրամփը Պենտագոնի ղեկավարի հետ համատեղ ելույթում հայտարարել է, որ իրենք ստեղծում են հակահրթիռային նոր համակարգեր, որոնք կգործարկվեն մինչև իր պաշտոնավարման ավարտը։ Համակարգն ընդգրկելու է ցամաքային, ծովային և տիեզերական պաշտպանության միջոցներ և միջուկային հրթիռներ, իսկ նախագծի արժեքը կկազմի մոտ $175 միլիարդ։ Թրամփն ասել է, մեջբերեմ, մենք պետք է կառուցենք մեր սեփական պաշտպանական գմբեթը։ Սա պարզապես ցանկություն չէ, սա անհրաժեշտություն է մեր երկրի գոյատևման համար։ Այս համակարգը ոչ միայն կպաշտպանի Ամերիկան, այլ նաև կարող է ծառայել Կանադային։ Կանադան արդեն ցուցաբերել է հետաքրքրություն, և մենք պատրաստ ենք քննարկել այս հարցը նրանց հետ։ Մեջբերման ավարտը։ Այսուհետև Ամերիկայում կգործի հարկային նոր զեղչ սպասարկման ոլորտի աշխատակիցների համար։ Նոր օրենքի համաձայն սպասարկման ոլորտի աշխատողների կողմից կանխիկ ստացված մինչև $25,000 պարգևավճարը, եթե գրանցվել է գործատուի կողմից և արդեն հարկվել է, այլևս կրկնակի չի հարկվի։ Այս արտոնությունից կարող են օգտվել միայն այն աշխատողները, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում $160,000 2025 թվականի դրությամբ։ Եկամուտի այս շեմը հետագայում կճշգրտվի կախված գնաճից։ Օրենքը հիմնականում վերաբերում է մատուցողներին, սրահի աշխատակիցներին, սրճարանների ու հյուրանոցների ծառայող անձնակազմին։ Այժմ այն մասին, թե ինչ հայտնագործություն են արել գիտնականները։ Եվ այսպես, արհեստական բանականությունը պարզել է, որ Մարսի վրա ջուր չկա, հերքելով տարիներ շարունակ տարածվող այն վարկածը, որ Մարսում ջուր կա։ Մոլորակի մակերեսին տեսանելի մուգ և բաց գծերը, որոնք երկար ժամանակ ուսումնասիրվում էին, փաստորեն հերքվել են, այնտեղ իրոք ջուր չկա։
Գիտնականները մշակել են ավելի քան 86,000 լուսանկար օգտագործելով արհեստական ինտելեկտը եւ եկել են եզրակացության, որ այդ գծերը առաջանում են ուժեղ քամիների եւ փոշու կուտակումների հետևանքով։ Այս հայտնագործությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ Մարսում կյանքի հնարավորության վերաբերյալ հետագա ուսումնասիրությունների վրա։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը աղմկահարույց հայտարարություն է արել մեղադրելով Կանադային ահաբեկիչների եւ թմրանյութերի ներհոսքը ԱՄՆ թույլ տալու մեջ։ Բյուրոյի ղեկավարի խոսքով միայն 2024 թվականին հայտնի կամ կասկածվող ահաբեկիչների 85%-ը ԱՄՆ է մտել հենց Կանադայի հետ սահմանով։ Այս հայտարարությունից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսեց քննարկել իր հայտնի առաջարկը Կանադան դարձնել ԱՄՆ-ի 51-րդ նահանգ։ Թրամփը նշում է, որ այս քայլը թույլ կտա զգալիորեն ուժեղացնել երկրի անվտանգությունը եւ կվերացնի տնտեսական խոչընդոտները։ Շատերը կարծում են, որ Թրամփի այս գաղափարը պարզապես քաղաքական հռետորաբանություն է, սակայն նա շարունակում է պնդել դրա կարևորությունը։ Շատ ներգաղթյալներ, այդ թվում հայեր, տարիներ շարունակ ապրում են Ամերիկայում, երեխաներ են ունենում ու միակ հույսը այն է, որ երեխա ունենալու միջոցով կստանան այդքան երկար սպասված քաղաքացիությունը, բայց հիմա կարծես այս համակարգը այդքան էլ չի աշխատում, որովհետև չկա ոչ անվտանգության երաշխիք եւ ոչ էլ ապագա։ Տեխասից ընտանիքի դեպքը դարձավ աղմկահարույց օրինակ։ 3 երեխաներից 2-ը ԱՄՆ քաղաքացիներ էին, սակայն դա չխանգարեց օրինապահներին նրանց արտաքսել մոր հետ միասին։ Նման դեպքեր գրանցվում են նաև Լուիզիանայում, որտեղ մայրերին ստիպում են երեխաներին իրենց հետ դուրս բերել առանց ժամանակ տալու, մտածելու կամ կապվելու ազգականների հետ։ Թեև իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ քաղաքացիություն ունեցող երեխաներին արտաքսելու դեպքում հնարավոր է հետ կանչել, բայց իրադարձությունները այլ կերպ են դասավորվում։ Եվ այսպես երեխաներին հաճախ ուղարկում են առանց փաստաթղթերի, իսկ տնօրենները չեն կարողանում նրանց հետ ուղարկել մուտքի արգելքի ռիսկի պատճառով։ Եթե նման իրավիճակում հայտնվեն հայ ներգաղթյալները, ապա շատ երեխաներ ունենալով ԱՄՆ քաղաքացիություն չեն կարող մուտք գործել ԱՄՆ եւ օգտվել երկրի կողմից իր քաղաքացիներին տրամադրվող կրթական եւ այլ առավելություններից։ Իսկ ծնողները չունենալով օգնող հարազատներ ԱՄՆ-ում չեն կարող ապահովել նույնիսկ վերադարձի գործընթացը։ Մարդասիրական մուտքի թույլտվություն ստանալը գրեթե անհնար է։ Հայ ընտանիքները, ովքեր տարիներ շարունակ ապրել, աշխատել ու կրթություն են ստացել Ամերիկայում, հիմա վտանգի մեջ են, որովհետև մտածում են, որ իրենք կարող են արտաքսվել այն դեպքում, երբ իրենց երեխաները քաղաքացիություն ունեն։ Միայն մարտին արտաքսվել է գրեթե 2800 հայ։ Իրավաբանները հիշեցնում են, որ երեխայի քաղաքացիությունը ծնողին անմիջապես կարգավիճակ չի տալիս, մինչև երեխան չդառնա 21 տարեկան։ Այսինքն, եթե մայրը ԱՄՆ-ում է առանց փաստաթղթերի, նա չի կարող օրինական կարգավիճակ ստանալ երեխայի միջոցով։ Մինչև այդ ցանկացած այց ներգաղթի կենտրոն կարող է ավարտվել արտաքսմամբ։ Իրավապաշտպան կազմակերպությունները խորհուրդ են տալիս բոլոր ներգաղթյալներին, հատկապես նրանց, ովքեր երեխաներ ունեն, զգոն լինել։ Պետք է խորհրդակցել ներգաղթի իրավաբանների հետ, ամեն գնով պատրաստ լինել, փաստաթղթեր ունենալ, անձնագիր, ծննդյան վկայական եւ որոշել, թե արտակարգ դեպքում ով կարող է խնամակալ դառնալ։ Թրամփը հայտարարել է, որ բաց սահմաններով քաղաքականության մեղավորը ոչ թե Բայդենն է, այլ այն մարդիկ, ովքեր օգտվել են նախկին նախագահի առողջական վիճակից։ Թրամփի խոսքով Բայդենը երբեք չէր աջակցի այնպիսի քաղաքականությանը, որն այսօր թույլ է տալիս հանցագործներին եւ թմրավաճառներին անարգել մուտք գործել երկիր։ Թրամփը շեշտում է, որ բաց սահմանների այս մոտեցումը գրեթե կործանել է ԱՄՆ-ն եւ դրա հետևանքները վերացնելու համար այսօր հարկավոր է միլիարդավոր դոլարներ։ Պարզվել է, որ Սալվադորի խիստ ռեժիմով բանտ ուղարկված վենեսուելացի ներգաղթյալներից շատերը օրինական ճանապարհով են հատել սահմանը։ Նրանցից 50-ը ստացել է այդ որոշումը հենց ԱՄՆ կառավարության կողմից։ Գիտական վերլուծությամբ ուսումնասիրվել են 174 գործ եւ շատ դեպքերում մարդիկ զրկվել են իրենց օրինական կարգավիճակից առանց հստակ հիմնավորման եւ ուղարկվել են Սալվադորի հայտնի բանտ։ Փաստորեն լուրջ կասկածի տակ է դրվում Թրամփի վարչակազմի այն պնդումը, թե արտաքսվել են միայն ապօրինի ներգաղթյալները։ Մասկը հայտարարել է, որ այլևս ակտիվ քաղաքական գործունեություն չի ծավալի եւ իր ամբողջ ուշադրությունը սևեռելու է Տեսլայի եւ մյուս կազմակերպությունների առաջխաղացման վրա։
Մասկը հաստատել է, որ նախորդ ընտրությունների ժամանակ Թրամփին աջակցել է մոտ $250 միլիոն, սակայն այս փուլում այլևս նպատակ չունի շարունակել նման ծավալի քաղաքական ներդրումները։ Մասկը ասել է, մեջբերեմ, կարծում եմ արդեն բավական արել եմ։ Ժամանակն է կենտրոնանալ բիզնեսի հիմնական խնդիրներին։ Վերջին եռամսյակում Տեսլան գրանցել է շահույթի քտրուկ նվազում եւ այդ հարցը լուծելու համար ինձ անհրաժեշտ է ամբողջովին ներգրավել ընկերության աշխատանքներին։ Մեջբերման ավարտը։ ԱՄՆ-ում գիտնականները ստեղծել են մի նոր ցավազրկող, որը կախվածության մեջ չի գցում ու արագ լուծում է տալիս։ Նոր դեղամիջոցը չի առաջացնում քնկոտություն կամ հիշողության խանգարում, ինչպես շատ ցավազրկողներ։ Ճգնաժամը լուրջ առողջապահական խնդիր է, որը սկսվել է այն բանից հետո, երբ ուժեղ ցավազրկողները լայն տարածում գտան եւ շատերի մոտ առաջացրեցին կախվածություն։ Այս դեղերի չարաշահման հետևանքով վերջին տարիներին հազարավոր մարդիկ են մահացել, հիմնականում գերդոզավորման պատճառով։ Թրամփը փակ հանդիպման ժամանակ խիստ նախազգուշացրել է հանրապետական կուսակցության ծայրահեղ աչթևին չդիպչել Medicaid առողջապահական ծրագրին։ Թրամփն օրենսդիրներին ներկայացրել է իր նոր նախագիծը, որը նախատեսում է խնայողություններ անել, բացառելով խարդախությունները, վատնումները եւ չարաշահումները, եւ որն ամենակարևորն է, բացառել ծրագրից անօրինական ներգաղթյալներին։ Օրինագծի ընդունման դեպքում ֆինանսավորումը կարող է կրճատվել մոտ $625 միլիարդ։ Հիշեցնենք, որ ծրագրից օգտվում է ավելի քան 71 միլիոն ցածր եկամուտ ունեցող ամերիկացի։ ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին դժվար է, բայց լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart Assist-ի մասնագետներն արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում, եւ Smart Assist-ի մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ։ Եկեք միասին տեսնենք, թե ինչ վիճակ է միգրացիոն համակարգում։ Եվ այսպես 4500 միգրանտներ պարտավորվել են վճարել մինչև $1.8 միլիոն տուգանք Թրամփի վարչակազմի նոր խստացումների պատճառով։ Այս ծրագիրը վերաբերում է այն ներգաղթյալներին, ովքեր չեն լքել ԱՄՆ-ն, չնայած վերջնական արտաքսման հրամանին, եւ այժմ նրանց վրա հաշվարկվում է օրական մինչև $998 տուգանք, հետադարձ ուժով մինչև 5 տարի։ Ըստ ներգաղթի եւ մաքսային հսկողության ծառայությանը, տուգանքների ընդհանուր գումարը արդեն անցել է $500 միլիոն, իսկ գործընթացը դեռ շարունակվում է։ Թեև օրենքը նման տուգանքներ նախատեսում էր դեռ տարիներ առաջ, բայց այն նախկինում գրեթե երբեք գործնականում չէր կիրառվել։ Մինչև Թրամփի վարչակազմը սկսեց ակտիվորեն կիրառել այդ միջոցը որպես արտաքսման հրամանների խստացման գործիք։ ԱՄՆ-ում վաճառքի է հանվել իսկական Disney ոճով կառուցված ամրոց։ Եվ այսպես շենքը կառուցվել է 30 տարի առաջ եւ ունի 40 սենյակ եւ 7 լոգասենյակ։ Ամրոցը գտնվում է հսկայական հողատարածքի վրա, որտեղ կան հեծանվային ու հետիոտնային արահետներ։ Ամրոցի ամենաբարձր աշտարակը հասել է 30 մետրի, իսկ դեպի վերնամաս տանում է ոլորաձև սանդուղքը, որի գագաթից բացվում է անտառների ու լեռների հրաշալի տեսարաններ։ Չնայած դրսից շինությունը հիշեցնում է հեքիաթային դղյակ, ներսում ամեն ինչ հարմարեցված է 21-րդ դարին։ Տաքացվող հատակներ, մեծ պատուհաններ, մարզասրահ, խաղերի սրահ, ջերմոց եւ նույնիսկ սեփական ուղղաթիռի հարթակ։ Այս յուրահատուկ անշարժ գույքը վաճառքի է հանվել $13.5 միլիոն։ Այն առաջարկում է միաժամանակ եւ հեքիաթային մթնոլորտ եւ ժամանակակից հարմարավետություն բնության գրկում։ Լոս Անջելեսում կփակվի 75 տարի գործող մետաղի վերամշակման գործարանը։ Պատճառն այն է, որ առանց թույլտվության պահվել են այնտեղ վտանգավոր թափոններ, դատախազությունը պահանջել է անհապաղ դադարեցնել գործունեությունը։ Դատախազի խոսքով այս տարածքը երկար տարիներ վտանգ էր ներկայացնում բնակիչների առողջության համար։ Գործարանը գտնվում է ավագ դպրոցի անմիջապես հարևանությամբ եւ դրա փակումը իշխանությունների համոզմամբ կնպաստի համայնքի ավելի անվտանգ ու մաքուր միջավայրի ձևավորմանը։ Մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։
Տեխասցի տղան դատի է տվել ֆասթ ֆուդի ցանցին, պնդելով, որ կերակուրը պատվիրել է առանց սոխի, սակայն այնուամենայնիվ ստացել է սոխով, ինչի արդյունքում ալերգիկ ռեակցիա է սկսվել նրա մոտ։ Տղան պահանջում է $250,000-ից ավելի փոխհատուցում, պնդելով, որ սոխի առկայությունը եղել է վտանգավոր, սխալ եւ ընկերության աշխատակիցները պարզապես անփութորեն են վարվել իր պատվերի հետ։ LVMH խումբը, որի մեջ ներառված են Dior-ը, Tiffany & Co-ն եւ Sephora-ն ու մի շարք այլ բրենդներ, զիջել են ամենաթանկ շքեղ ապրանքների ընկերության դիրքը Hermes-ին։ LVMH-ի բաժնետոմսերը նվազել են 7%-ով, իսկ շուկայական արժեքը հասել է 246 միլիարդ եվրոյի, Hermes-ի 247 միլիարդ եվրոյի դիմաց։ Փորձագետները ասում են, որ Hermes-ը ավելի կայուն է, քանի որ ունի հարուստ հաճախորդների բազա, մինչդեռ մրցակիցը հենվում է հիմնականում նրանց վրա, ովքեր նախընտրում են ավելի մատչելի, բայց շքեղ ապրանքներ։ Տեսլան կփորձարկի ռոբոտ տաքսիները։ Մեքենաները կշարժվեն առանց վարորդի, ղեկավարվելով միայն արհեստական բանականության եւ տեսախցիկի միջոցով։ Առաջին մեքենաները դուրս կգան փողոց հունիսին։ Ընկերությունը նախատեսում է գործարկել մոտ 10 ինքնավար ավտոմեքենա, որոնք կաշխատեն դեռևս հատուկ նշված տարածքներում։ Ըստ Մասկի, փորձնական փուլից հետո ծառայությունը կզարգանա եւ կծածկի ավելի մեծ տարածք, հասնելով մինչեւ 1000 մեքենայի։ Սա Տեսլայի նոր ռազմավարության առանցքներից մեկն է։ Էժան էլեկտրոմոբիլների փոխարեն ընկերությունը հիմա կենտրոնանում է ռոբոտ տաքսիների եւ մարդանման ռոբոտների վրա։ Եթե ձեզ հետաքրքրում են նման պատմություններ եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր թողարկումները։ ԱՄՆ-ում առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի պահանջարկը կաճի, ինչն էլ կբերի որոշակի գնաճի։ Տեխասից մինչև Վաշինգտոն տեխնոլոգիաների տարածումը լուրջ բեռ է դառնում էլեկտրացանցերի վրա։ Առաջիկա 5 տարում պահանջարկը կարող է աճել առնվազն 25%, իսկ մինչև 2050 թվականը մինչև 78%, ինչը զգալիորեն գերազանցում է անցած տասնամյակների միջին տեմպը։ Տեխասում սպառման մոտ 1/3-ը բաժին են կնում կրիպտո մայնինգին, մինչդեռ միջին արևելյան նահանգներում աճը պայմանավորված է չիպերի արտադրությամբ, էլեկտրական մեքենաներով եւ շենքերի էլեկտրաֆիկացմամբ։ Այս ամենը հատկապես սրում է իրավիճակը ամառվա շոգ օրերին, երբ համակարգերն աշխատում են գերծանրաբեռնված։ Թողարկման այս հատվածում եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում տեխնո աշխարհում։ Apple ընկերությունը հայտարարել է, որ 20-ամյակի կապակցությամբ կթողարկի նոր iPhone, որը ամբողջությամբ կոր էկրանով կլինի։ Նորույթն այն է, որ տեսախցիկները եւ Face ID համակարգը լինելու են անմիջապես էկրանի տակ, ինչի շնորհիվ սարքի արտաքին տեսքը լինելու է ամբողջովին հարթ եւ առանց ավելորդությունների։ Բացի այս նորարարությունից, iPhone-ը կաշխատի մաքուր սիլիկոնի հիմքով, նոր սերնդի մարտկոցով, որը խոստանում է երկարացնել աշխատանքի տևողությունը եւ սարքի ընդհանուր շահագործման կյանքը։ Apple-ը նաեւ սկսել է համագործակցել ամերիկյան Synchron ընկերության հետ, ստեղծելու համար տեխնոլոգիա, որը թույլ կտա սարքերը կառավարել միայն մտքի ուժով, այսինքն մարդը կարող է օգտագործել սարքը առանց ձեռքով շոշափելու, սեղմելու կամ ձայնային հրահանգ տալու։ Փոխարենը համակարգը գրանցում է ուղեղի նյարդային ազդակները, մտածելու պահին առաջացած էլեկտրական սիգնալները եւ դրանք վերածում է գործողությունների։ Մեկնաբանություններում գրեք, ինչ եք կարծում, ինչքան կարժենա այս նոր մոդելը։ Լոս Անջելեսում այսուհետ ֆիլմերի եւ սերիալների նկարահանումը էլ ավելի հեշտ կլինի։ Քաղաքապետը ստորագրել է հրաման, որը պարտադրում է քաղաքային ծառայություններին արագացնել թույլտվություն տրամադրելը եւ պարզեցնել ընթացակարգը։ Նոր կարգով կնվազեն որոշ վճարներ, աջակցելով կինոարտադրողներին եւ անկախ ստուդիաներին։ Քաղաքապետը նաեւ ցանկանում է, որ քաղաքի հայտնի վայրերը դառնան ավելի մատչելի նկարահանումների համար։ Բացի այդ, նկարահանումներին ներկայություն ունեցող քաղաքային աշխատակիցների թիվը կնվազի, որպեսզի գործընթացը լինի ավելի հարմար եւ արդյունավետ։ GTA 6-ը պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենաթանկ տեսախաղը։ Պաշտոնական տվյալների համաձայն խաղի ստեղծման վրա ծախսվել է գրեթե $2 միլիարդ, ինչը հավասարազոր է կամ անգամ գերազանցում է Դուբայի Բուրջ Խալիֆայի շինության արժեքը։ Խաղը մշակվում է արդեն 11 տարի, մասնակցում են 2000 մասնագետներ ամբողջ աշխարհից։ Խաղի համար օգտագործում են բարձր տեխնոլոգիաներ, սերվերներ, դրոնային նկարահանումներ, արհեստական բանականություն եւ իրական շարժումների գրանցում, ներգրավելով ավելի քան 200 դերասանների։ Խաղը դեռ չի թողարկվել, բայց արդեն սահմանել է ռեկորդ։ Թրեյլերը 24 ժամում դիտվել է ավելի քան 475 միլիոն անգամ։
Ամերիկայի ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Տարիներ շարունակ Ամերիկան համարվում էր ամենացանկալի երկիրը, որտեղ մարդիկ ցանկանում էին գալ ու վայելել։ Հիմա իրավիճակը այլ է։ 2025 թվականին միջազգային այցելուների ծախսերը ԱՄՆ-ում կկազմեն մոտ $169 միլիարդ, ինչը 12.5 միլիարդով պակաս է 2024 թվականի տվյալների հետ համեմատած։ Սա նաև մոտ 22% քիչ է, քան 2019 թվականին գրանցված $216 միլիարդ նախահամավարակային ցուցանիշը։ Արտասահմանցի զբոսաշրջիկները ԱՄՆ-ում ծախսում են զգալիորեն ավելի շատ, քան տեղացիները, օրինակ կանադացիները միջինում ծախսում են 3 անգամ ավելի, իսկ եվրոպացիներն ու ասիացիները 7-8 անգամ։ Սակայն 2025-ին կանադացի եւ մեքսիկացի այցելուների թիվը նվազել է 20%-ով։ Միայն մարտ ամսին միջազգային այցելությունները նվազել են 12%, իսկ ապրիլին գրանցվել է 8% աճ, որն ըստ մասնագետների համարվում է ժամանակավոր։ Համաշխարհային ճանապարհորդության եւ զբոսաշրջության խորհրդի ղեկավարը նշում է. «Մեջբերեմ, մինչեւ աշխարհի շատ երկրներ բաց դռներով են դիմավորում զբոսաշրջիկներին, հեշտացնում են մուտքի պայմանները եւ փորձում են վերականգնել կորուստները, ԱՄՆ-ն հակառակը կարծես կախել է ցուցանակը, փակ է, չենք սպասարկում»։ Մեջբերման ավարտը։ Միջազգային այցելուների նվազումը հարվածում է ԱՄՆ-ում մոտ 9 միլիոն աշխատատեղի եւ տեղական տնտեսությանը։ Թեև ներպետական զբոսաշրջությունը ապահովում է ծախսերի 90%-ը, հիմնական եկամուտը բերում են արտասահմանցիները, որոնք օրական ծախսում են 4 անգամ ավելի։ 2024-ին նրանց ծախսերը հասել են $181 միլիարդ, կազմելով ընդհանուր եկամուտի շուրջ 25%-ը։ Արդյունքում Ամերիկան ոչ միայն կորցնում է այցելուներ, այլ միլիարդավոր դոլարներ։ Պատճառը ավելի քան ակնհայտ է։ Նախ եւ առաջ դոլարի բարձր գինն է, որը թանկացնում է ամերիկյան արձակուրդները, իսկ մյուս կողմից էլ Թրամփի վարչակազմի մուտքի ու ելքի արգելքներն ու խստացումներն են, որոնք մարդկանց վանում են Ամերիկա գալու համար։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը, ինչպես նաև կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։